Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է 2022 թվականին ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման ու այդ օրերին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի վերջ, երբ հասկացանք չկա միասնական դիրքորոշում։ Ապա սեպտեմբերի առաջին կեսին տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, նշել է Միրզոյանը։ Նա հիշեցրել է, որ այդ մասին տեղյակ են պահել դաշնակիցներին, այդ թվում Ռուսաստանին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին և արձագանքելով Լավրովի խոսքերին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նշել է. Ռուսաստանը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին, Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը։ Հայաստանը կրկին ուզում է առիթից օգտվելով ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա և բնականաբար ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, կրկին Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ընդգծել է Միրզոյանը։